Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին։ Դոշտ հեռուստաալիքին հայտնել են Զվարթնոց օդանավակայանից։ Նրան հետախուզում էին հայտարարել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից, այժմ նա գտնվում է Երևանի մեկուսարանում, հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։ Վերբիցկիի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի հոդվածով, իսկ Դաշնության ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը նրան ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների իր ցուցակում։ Համացանցում է հայտնվել հունիսի 11-ին Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածի պահը։ Կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել, վնասվել էին ավտոմեքենաներ։ Այժմ մեկնարկել են վերանորոգման աշխատանքները։ Ներկայումս ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Կայծակի հարվածից 3 ժամը 18:16-ին վթարվել է Ալագյազ 35-10 կիլովատանոց ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի Ռյաթազա, Միրյակ, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլուկ գյուղերը։ Հայաստանի էլեկտրական ցանցերից հայտնել են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու համար։ Հանրապետության զգալի հատվածներում վաղվանից մինչև հունիսի 16-ի գիշերը և կեսօրից հետո, իսկ 17-ին և 18-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է հիդրոթերապևտաբանության կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով, իսկ հունիսի 15-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Поверьте мне, все в правительстве об этом думают. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով երկրի զինված ուժերի թույլատրելի թվաքանակը հասցվել է մոտ 2.400.000-ի, որից 1.5 միլիոնը զինծառայողներ են։ Այսպիսով նոր փաստաթղթով Ռուսաստանի զինված ուժերի կազմը մեծանում է մոտավորապես 7300-ով։ I have a message for you, the people of Lebanon. Israel is not at war with you. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դժգոհել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատրաստվող համաձայնագրի պայմաններից, նշելով, որ ակնկալում էր Իսրայելի համար ավելի շահավետ պայմանավորվածություններ։ Նեթանյահուն խոստովանել է, որ չունի բավարար հնարավորություններ բանակցային գործընթացը տապալելու կամ փաստաթղթի վերջնական տարբերակի վրա էական ազդեցություն ունենալու համար։ Իսրայելը մտահոգություն է հայտնել հերեական պետության անվտանգության վրա համաձայնագրի հնարավոր հետևանքների վերաբերյալ։ در توافق هم پیش بینی شده که این 60 روز قابل تمدیده. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի առաջիկա օրերին։ Նրա խոսքով համաձայնագիրը կստորագրվի բանակցությունների վերջնական փուլերի ավարտից անմիջապես հետո։ Ստորագրումը սկզբնական փուլում կկատարվի էլեկտրոնային եղանակով, ապա յուրաքանչյուր կողմը հեռավար կարգով կստորագրի փաստաթուղթը եւ կհայտարարի մնացյալ անելիքների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը հաջողությամբ ոչնչացրել է Տրենդե Արագուա հանցավոր խմբավորման առաջնորդ Նինո Գերերոին։ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակել է հարվածի կադրերը, նշելով, որ գործողությունը եղել է իր ուղիղ հրահանգի արդյունքը եւ համակարգվել է Վենեսուելայի իշխանությունների հետ։ ԱՄՆ նախագահը հնդգծել է, որ այս քայլով վերջ է դրվում հանցախմբի անպատժելիությանը եւ հավելել է, որ իր վարչակազմը շարունակելու է հետապնդել ահաբեկիչներին աշխարհի ցանկացած կետում։ Նինո Գերերոն, որը երկար ժամանակ գտնվում էր ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, մեղադրվում է միջազգային թմրաշրջանառության, մարդկանց թրաֆիքինգի եւ ֆինանսական հանցագործությունների համար։ Իրավիճակը նաեւ քաղաքական նշանակություն ունի, հաշվի առնելով հանցախմբի ենթադրյալ կապերը Վենեսուելայի նախկին իշխանությունների հետ։ Լոնդոնում խոշոր հրդեհ է բռնկվել ոչնչացնելով հրեաներին պատկանող մի գործարան։ Հարակից տներից տարհանվել է մոտ 70 բնակիչ։ Վնասը գնահատվել է 3 միլիոն ֆուտ ստերլինգ։ 2 ամիս առաջ հակասեմական հարձակման արդյունքում այստեղ հրկիզվել էին հրեական բարեգործական կազմակերպության շտապօգնության մեքենաները, իսկ ապրիլին 2 ուղղափառ հրեայի դանակահարության հետևանքով Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել էր խիստ բարձր աստիճանի։
Եվրամիության բոլոր անդամ պետությունները համաձայնել են երկուշաբթիից պաշտոնապես սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միության անդամակցության բանակցությունների բուն փուլը, հայտնել է Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Գործընթացը, որը նախկինում արգելափակվում էր հունգարական վետոյով, առաջ է շարժվել ապրիլին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ընտրություններում պարտվելուց հետո։ Ուկրաինայի եւ Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Մայա Սանդուն ողջունել են այս որոշումը, շեշտելով դրա կարևորությունը եւ վերահաստատելով բարեփոխումները շարունակելու պատրաստակամությունը։ Բանակցությունների առաջին փուլում Կիևը եւ Քիշինևը պետք է ցույց տան իրենց դատական համակարգի եւ պետական կառավարման համապատասխանությունը Եվրամիության չափանիշներին, որը սովորաբար տևում է տարիներ եւ հաջողության երաշխիքներ չունի։ Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քննարկված թեմաները դեռևս չեն հրապարակվել։ Հայտնի է միայն, որ ուկրաինացի մարզիկն իր այս ամերիկյան այցի շրջանակում առաջին անգամ այցելել է նաև Պենտագոն, իսկ ավելի վաղ Թրամփին հրավիրել էր Ուկրաինա տեսնելու ռազմական գործողությունների հետևանքները։ Ուսիկը հայտարարել է քաղաքականություն մտնելու իր ծրագրերի մասին։ Նա նշել է, որ մտադիր է եւս մի քանի տարի մնալ բռնցքամարտում, որից հետո ցանկանում է աշխատել հանուն պետության եւ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, շեշտելով, որ նախագահից ցածր որևէ այլ պաշտոն չի դիտարկում։ Հնդկաստանի Ջորհատ ավիաբազայում վայրեջքի ժամանակ վթարի է ենթարկվել Ան-32 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերից, 5 մարդ զոհվել է, մեկը ողջ մնացել։ Հնդկաստանը աշխարհի առաջնությանն ընդառաջ վերածվել է ֆուտբոլային մեծ տոնահանդեսի։ Երկրպագուները փողոցներում եւ հանրային վայրերում տեղադրել են Լիոնել Մեսսիի, Կրիշտիանո Ռոնալդոյի եւ Նեյմարի հսկայական պատկերները, զարդարել տարածքը Բրազիլիայի, Արգենտինայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի դրոշներով։ Թեև Հնդկաստանի հավաքականը երբեք չի որակվել աշխարհի առաջնությանը, այս շրջանը հայտնի է միջազգային թիմերի հանդեպ իր բացառիկ սիրով, որտեղ տարբեր հավաքականների աջակիցները մրցում են ամենատպավորիչ պատկերները ստեղծելու հարցում, պահպանելով ընկերական մթնոլորտը։ Միևնույն ժամանակ Արգենտինայի արվարձաններից մեկում երկու նկարչի ստեղծած Մեսսիի հսկայական որմնանկարը վերածվել է համայնքային տոնակատարության։ Նախագիծը տարածվել է սոցիալական ցանցերում եւ արժանացել հենց Լիոնել Մեսսիի ուշադրությանը, որը անձամբ շնորհակալություն է հայտնել հեղինակներին։ Բնակիչները ու երկրպագուները հավաքվում են որմնանկարի մոտ, պատին թողնելով իրենց ստորագրություններն ու աջակցության խոսքերը։ Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։ Հոլիվուդի առևտրի պալատը պաշտոնապես հաստատել է, որ Բեքհեմն առաջին եւ միակ ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս հեղինակավոր մրցանակին։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ նա ստացել է աստղը սպորտային ժամանց անվանակարգում։ Պատճառն այն է, որ նա դուրս է եկել սովորական մարզիկի սահմաններից, դառնալով համաշխարհային մեդիա պատկերակ, նորաձևության դեմք եւ մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում ֆուտբոլի մասսայականացման գործում։ Ֆուտբոլային աստղին տոնական միջոցառմանը աջակցել է ոչ միայն իր ընտանիքը, այլ նաև հոլիվուդյան հայտնի դեմքեր, որոնց թվում է եղել նաև հայտնի դերասան Թոմ Քրուզը։